Ողջույն բոլորին, շնորհակալ եմ, որ միանում եք իմ ալիքին եւ դիտում եք իմ վիդեոները։ Այսօր կներկայացնեմ հաջորդ շաբաթվա օրերի բնութագրերը, միասին կփորձենք հասկանանք, թե ինչ էներգիաներ ունենք շաբաթվա ընթացքում եւ ինչպես կարելի է կատարել ճիշտ պլանավորում, քանի որ հենց այս վիդեոների նպատակն է տրամադրել ինֆորմացիա օրերի նշանակության մասին, էներգիաների դասավորվածության վերաբերյալ, որ เป զի դուք ավելի ուրեմն նպատակային կարողանանք իրականացնել գործողությունները եւ գրանցեք հաջողություններ։ Ինչ առաջ անցնելը, եթե դեռ ծանոթ չեք ձեր անհատական էլեմենտին եւ չգիտեք, թե որ կենդանակերպի տարում եք դուք ծնվել, սա շատ կարեւոր է, որպեսզի կարողանաք իմանալ, թե որ օրերն են առավել նպատակահարմար ձեզ համար օգտագործելու կարևոր նախաձեռնությունների համար։ Եկեք սկանավորեք այս QR կոդը, որից հետո կբացվի նման պատուհան, այստեղ լրացնում եք ձեր ծննդյան տվյալները եւ դրանից հետո սեղմում եք հաշվել։ Այնուհետև կբացվի նման պատուհան, որտեղ օրվասյան վերևի հատվածում արդեն կարող եք տեսնել, թե որն է ձեր անհատական էլեմենտը եւ տարվա սյան ներքևի հատվածում երևում է ծննդյան տարվա կենդանակերպը։ Եթե կլինեն հարցեր, գրեք ինձ, ես մեծ սիրով կպատասխանեմ, բայց ամենակարևորը չենք մոռանում բաժանորդագրվել, սեղմել լայք կոճակ եւ կիսվել այս վիդեոով շրջապատում։ Ամսի 23-ին ունենք նախաձեռնում բնութագրովոր ըստ չինական թոնգ շոուրացույցի եւ ընդհանրապես նախաձեռնում բնութագրով օրերը դրանք կարելի է օգտագործել պլանավորում կատարելու համար։ Կոնկրետ 23 մարտի մենք ունենք մի փոքր էներգիաների դիսբալանս, բնականաբար այս դեպքում ցանկալի չէ իրականացնել նոր նախաձեռնություններ, որովհետև եթե ինչպես տեսնում եք, վերևում կրակի էլեմենտ է, ներքևում մետաղ, կրակը եւ մետաղը հակադիր էլեմենտներ են եւ միմյանց մեջ գտնվում են հակադրության մեջ, լարվածություն կա։ Դրա համար օրը պետք է օգտագործենք ինչ որ пассив գործողություններ իրականացնելու համար։ Ցանկալի չէ սկսել նոր ճանապարհորդություն, ցանկալի չէ սկսել նոր բիզնես, ամուսնանալ եւ այլն։ Կարևոր իրադարձությունների համար օրը համարվում է ոչ բարենպաստ։ Ամսի 24-ը մեզ մոտ կործանում օրն է, կործանում բնութագրով օր եւ տոտալ էներգիաների пассивություն ունենք եւ կրկին այսօրը ցանկալի չէ օգտագործել կարևոր նախաձեռնություններ իրականացնելու համար։ Ես խորհուրդ կտամ, որ ընդհանրապես բացառեք այսօրը, որից է նոր բան սկսելու, պայմանագրեր կնքելու, վարկի դիմելու, դեսպանատում դիմելու կամ ինչ որ կարևոր հարցազրույցի մասնակցելու եւ այլն, օրվա ընթացքում եղեք մի փոքր ավելի пассив, ուշադիր հատկապես ճանապարհներին, ընդհանրապես կործանում բնութագրով օրերը իրենց մեջ վտանգ են պարունակում եւ լավ կլինի, որ մի փոքր ուշադիր լինեք։ Հատկապես օրը կարող է անբարենպաստ լինել բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են նապաստակի տարում։ Եղեք մի փոքր ավելի ուշադիր։ Ամսի 25-ը մեզ մոտ վտանգ բնութագրով օրն է եւ կարծես թե շարունակություն է գալիս այս կործանում վտանգ, էլի ունենք էներգիաների пассивություն ու էներգիաները ինչպես տեսնում եք շատ հողեղեն են, վերևում հողին նշան ունենք, ներքևում ուրեմն հողեղեն նշան օրն է եւ կրկնակի հողի էներգիայի արկայություն, այսինքն մեզ մոտ մի փոքր լճացած են էներգիաները, ակտիվություն չունենք, դրա համար ես խորհուրդ կտամ, որ այսօր եւս փորձեք բացառեք կարևոր նախաձեռնություններ իրականացնելու համար։ Հաջորդ օրը մեզ մոտ արդեն ունենք հաջողություն բնութագրով օր եւ ընդհանրապես հաջողություն բնութագրով օրերը դրանք մաքսիմալ դրական օրեր են, հատկապես մարտի 26-ը։ Ինչու, որտեվ էներգիաները հիանալի են։ Ցանկացած նախաձեռնություն կարող եք իրականացնել։ Օրը համարվում է առավել բարենպաստ նրանց համար, ովքեր ծնվել են վագրի, նապաստակի, այծի եւ խոզի տարում։ Ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը փայտ 9 է։ Ընդհանրապես հաջողություն բնութագրով օրերին այս օրերը պետք է օգտագործել, ամեն դեպքում նշեք ձեզ մոտ անպայման որևիցե կարևոր նախաձեռնություն իրականացրեք, կարևոր զանգ, կարևոր նամակագրություն, կարևոր ինչ որ մի աշխատանք, բիզնես, չգիտեմ, ցանկացած մի բան, որը ձեր համար շատ կարևոր է եւ ցանկանում եք դրական էներգիա, դրական լիցք հաղորդեք այդ նախաձեռնությանը։ Նշեք այս օրը ձեզ մոտ, բավականին լավ օր է,
Հաջորդ ամսի 27-ն է։ 27-ը մեզ մոտ ստացվում բնութագրովորն է, ասել թե լավոր է, այդքան էլ կխուսափեմ ասեմ, որ լավոր է, բայց ինքը որոշակի առումով նեյտրալ օր է համարվում ու ընդհանրապես ստացվում օրերին ցանկալի է ինչ-որ մի բան ստանալ, սովորաբար տենց են ասում, բայց նաև ցանկալի է ինչ-որ մի բան նվիրել ու պարտադիր չէ ինչ-որ նյութական ինչ-որ մի բան, հա, նվիրել, կարելի է նվիրել դրական էմոցիաներ, մի փոքր ավելի հարգալից գտնվեք ձեր շրջապատի անձանց հանդեպ, ժպտացեք մարդկանց, հա, նվիրեք այսպես ասած բարի խոսքեր, կոմպլիմենտներ ձեր շրջապատի մարդկանց եւ կտեսնեք թե ինչքան օրը ավելի հետաքրքիր կանցնի։ Օրը համարվում է դրական, առնետի, ցլի, վիշապի եւ կապիկի տարում ծնվածների համար, իսկ ֆինանսական առումով օրը դրական է կրակի էլեմենտը ունեցողների համար, հատկապես կրակյան։ Հաջորդը դա ամսի 28-ն է, 28-ը մեզ մոտ բացում բնութագրով օրն է, օրով է նկարագրվում և ունենք էներգիաների բավականին դրական կոնֆիգուրացիա, ստրուկտուրան բավականին լավն է, ուրեմն օրը համարվում է դրական առնետի, ցլի, օձի և աքաղի տարում ծնվածների համար, ֆինանսական առումով օրը դրական է, բոլոր նրանց համար, ում անհատական էլեմենտը կրակն է, ավելի կոնկրետ կրակ I։ Ընդհանրապես օրը կարող եք օգտագործել գրեթե ցանկացած նախաձեռնության համար, դա կարող է լինել ճանապարհորդություն, դա կարող է լինել շինարարություն, հա, շինարարություն սկսել, վերանորոգում, տեղափոխվել նոր բնակարան, հանդիպել, հա, հանդիպումներ կազմակերպել, ինչու չէ նաև նոր ուսում սկսելու համար, նոր պաշտոն ստանձնելու համար, նաև բժշկական օգնություն փնտրելու համար օրը համարվում է ևս շատ դրական օր։ Քիչ թե շատ ոչ բարենպաստ է բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են այծի տարում։ Սա ձեր անհատական կործանիչի օրն է, այսպես ասած։ Եվ ամսի 29-ը։ Ամսի 29-ին մենք ունենք փակում բնութագրով օր, չնայած որ փակում օրով է բնութագրվում, տվյալ օրը, այստեղ ունենք մի փոքր էներգիաների ակտիվություն եւ հիմա ասեմ թե ինչի համար կարող ենք օգտագործել օրը։ Օրը կարող ենք օգտագործել պայմանագրերի ստորագրման, պարտքերի հավաքագրման եւ ինչ-որ բան վաճառելու համար, հա, օրը համարվում է դրական օր։ Ում համար է առավել դրական, ուրեմն վագրի, ձիու, շան և խոզի տարում ծնվածների համար, իսկ ֆինանսական առումով օրը դրական է բոլոր այն անձանց համար, ում անհատական էլեմենտը հողն է, ավելի կոնկրետ հողյան։ Այսքան այս շաբաթվա համար, անպայման նշեք ձեզ մոտ օրերը, օրերի նշանակությունները և պլանավորեք ձեր կարևոր նախաձեռնությունները դրական էներգիայով օրերին ու կտեսնեք, թե ինչքան ավելի հեշտ, ավելի փափուկ կանցնի ամեն ինչ ու դուք կստանաք ավելի դրական արդյունք։ Այսքանը, լավ եղեք, չմոռանաք բաժանորդագրվել, մինչ հաջորդ անգամ։